800-ից ավելի անդամներ աշխարհի 24 մասնաճյուղերում, սա Մանթաշյանց բիզնես ակումբի աշխարհագրությունն է, որը 4 թվերի վիճակագրություն չէ, որ ներկայացնում է, այլ հաջողված գործարար կապեր, համագործակցություն ու փորձի փոխանակում։ Ակումբի անդամ հանդիսացող գործարարները խնդիրները համատեղ են քննարկում, միասին էլ դրանց լուծումն են առաջարկում ու գտնում հենված գործարար կապերի ու կուտակված փորձի վրա։ Աշխատանքի արդյունքը անդամակցող գործարարների ավելացումն է։ Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրիի մասնաճյուղը տարեցտարի գրանցում է ակումբականների թվի աճ։ Մանթաշյանց Գյումրիում արդեն 26 անդամ ունենք, ընդհանուր 800 եւ ավել անդամներ կա ամբողջ աշխարհում 24 մասնաճյուղով, ինքը արագ տեմպերով աճում է ակումբը ու ոչ միայն քանակապես է աճում եւ աշխարհագրորեն, ավելի լայն բաներ, տարածքներ է հնդկրկում, արդեն Մանթաշյանցի քարտեզը, այսպես ասած։ Նաև որակական շատ մեծ աճեր ունենք լավ համագործակցություններ ու շատ մարդկանց հետ նոր կապեր է ձևավորվում։ Հաջողված համագործակցությունների մասին ակումբականները խոսում են կոնկրետ օրինակներով, թե ինչպես ասենք Գյումրիից ապրանքներ ու ծառայություններ արտահանել եվրոպական երկրներ։ Մանթաշյանց Գյումրիու IT սեկտորը եւ Եվրոպայի ակումբականների միջև ծրված IT սեկտորի հետ մենք կապ հաստատեցինք ու հիմա աշխատում ենք այն բանի վրա, որ կարող է եւ լիքը համագործակցություններ ձևավորվի, օրինակ, ու շատ ինֆորմացիաներ ունեցանք, ինչպես է բիզնես սկսվում Եվրոպայից, ինչը կարելի է արտահանել կամ ինչը ներմուծվել, հաջորդը Մարսելի մասնաճյուղի բացումն է, էլի որտեղ շատ հայեր կան ու շատ գյումրեցիներ կան ապրող։ Օրինակի համար, եթե կա նմանատիպ տնտեսվարողներ, ովքեր նույն բիզնեսով են զբաղվում, 10 գործարար կա։ Մեկը զբաղվում է 5 տարի այդ ոլորտում, մեկը 10, մեկը 20, մեկը 30։ Այսինքն միջին ասված հաշվարկով, եթե մենք ունենանք 20 տարվա փորձ, այսինքն 10 անգամ 20 ունենում ենք 200 տարվա փորձ։ Այդ 200 տարվա փորձը մեկ հարթակում իրար հետ կիսվելով, բոլոր հարցերը գտնում են իրենց պատասխանները։ Մանթաշյանց ակումբում մրցակից գործարարները դառնում են գործընկերներ։ Այստեղ շատ կարևոր է ներկայացվածությունը, թե տվյալ գործարարն ու մասնագետը ինչ որակի արտադրանք կարող է տալ կամ ծառայություն մատուցել, այսինքն անձնային բրենդի ճիշտ ձևավորման հարցն է առաջանում, իսկ ինչպես կառուցել անձնային բրենդը ու զարգացնել, այս մասին էր Մանթաշյանց Open Event Գյումրի միջոցառման քննարկման թեման։ Անձի նկատմամբ վստահության մակարդակի մասին է խոսքը, այսինքն դու կամ աշխատում ես այդ ուղղությամբ, որ քեզ վստահեն ու քո այդ գործարքի գան, քո այդ գործընկերություն անեն, քո բիզնեսի մեջ ներդրում անեն, քո ծառայությունից օգտվեն, կամ չես աշխատում։ Այսինքն խոսքը դրա մասին է, սա ոչ թե ավելի փայլուն, ավելի տեսանելի ու բոլոր հրապարակներում աֆիշաներ կպցնելու, այլ քո թիրախային լսարանի մոտ ճիշտ ակնկալիք եւ վերաբերմունք առաջացնել դեպի քո անձը, դեպի քո գործունեությունը ու դեպի քո մասնագիտական հմտությունները։ Անձնային բրենդի ձևավորման հարցում սոցհարթակները կարևոր գործիք են, բայց ոչ որոշիչն ու գլխավորը։ Այսինքն անձնային բրենդի ձևավորումը եւ սոցհարթակներում ներկայացվածությունը որոշ չափով ընդհանրություններ ունեն, բայց դրանք նույնական չեն։ Անձնական բրենդինգը սոցցանցերը չեն։ Մենք այստեղ տեսնում ենք լիքը մարդկանց, ովքեր սոցցանցերի միջոցով չէ, որ դիրքավորված են աշխատանքային միջավայրում, բայց սոցցանցերը հանդիսանում են գործիք, որոնց արդյունավետ կիրառումով դուք մեծացնում եք ձեր աշխարհագրությունը, կարելի է ասել։ Ամենը սկսվում է բացահայտումից, անձնական բրենդի ինքնագովազդ չէ։ Ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի, այս մասին Targeting ընկերության համահիմնադիր Գոր Կարապետյանը գիրք է հեղինակել։ Ուսումնասիրել է համաշխարհային փորձը եւ ստացել բիզնես գրականություն, որը աշխարհի լավագույն փորձի եւ հայկական իրականության սինթեզն է։ Գիրքն այն մասին է, որ տարիների ընթացքում փորձ ու հմտություններ կուտակած մասնագետները պետք է ժամանակակից հարթակների օգնությամբ հասցեական ներկայացվածություն կարողանան ապահովել։ Շատ կարևոր է, որ այն ինչպիսի էություն ունենք եւ ինչպիսի վարք ունենք եւ մեր on-line կերպարը դրանց մեջ խզում չլինի։ Դրա համար պետք է լինել վստահություն, ունենա պատասխանատվություն եւ մի կարևոր հանգամանք եւս հետեւողականություն։ Այսինքն այսպես են ասում, որ հեղինակությունը դա կրկնվող դեպքերի
հանրագումարն է, այսինքն եթե ես մեկ անգամ հանդիպումից ուշացա, դա պատահականություն է, 2-3 անգամ դա բնավորություն է ու դուք արդեն ձևավորեցիք կարծիքի մասին։ Հետևաբար այստեղ հետևողական լինելը ու լավ բաների մեջ հետևողական լինելը եւս օգնում է ճիշտ անձնային բրենդ կառուցելու։ Մանթաշյանց Open Event Գյումրի միջոցառման ավարտին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը եւ իրենց անձնային բրենդը ձևավորելու ցանկություն ունեցող մասնագետները հնարավորություն ունեցան այն ձեռք բերել հեղինակի ստորագրությամբ։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։